Իրավական տերոր է իրականացվում փաստաբանական համայնքի նկատմամբ, հայտարարում են փաստաբանների պալատի անդամները, որոնք ասուլիս են հրավիրել փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի ու Ռուբեն Մխիթարյանի 2 ամսով կալանավորման մասին խոսելու։ Փաստաբանների պալատը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փաստաբանների պալատի խորհուրդը անընդունելի եւ դատապարտելի է համարում։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով նախաքննությունը 3 է ավարտվել։ Նա մեղադրվում է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Կոչուբաևը Facebook-յան գրառմամբ կոշտ քննադատել էր Մկրտիչ Սրբազանի կալանավորման գործի մասնակիցներին։ Պարոն Կոչուբաևի հրապարակման մեջ նշված բնորոշումները կարելի է տարբեր կերպ անվանել՝ վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայոյախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչ է, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Եվ եթե Կոչուբաևը գրառմամբ վիրավորել է դատական համակարգի անդամներին, ինչու է խուզարկություն իրականացվել նրա գրասենյակում, հարգրավել նրա համակարգիչը, որտեղ նրա վստահորդների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան։ Փաստաբանի կրիչներն ու համակարգիչը հարգրավել արգելում է միջազգային պրակտիկան։ Եթե մարդը խոսքով վիրավորել է, դուք խուզարկում եք, որ ինչ գտնեիք։ Սովորական տեսարան չէր նաև Կոչուբաևի ձերբակալությունը, նրա մեքենայից հանել ու գետնին տապալելուց հետո են ոստիկանական մեքենան նստեցրել։ Ձերբակալման գործընթացը մեղմ ասած տպավորություն էր հաշվի արդարի, որը որ եւս ընդունելի չէր։ Փաստաբանները չեն արդարացնում Կոչուբաևի գրառումը։ Անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Բայց չեն կարող իրավաչափ համարել իրավապահների գործողությունները։ Եթե մեկը կարմիր լույսի տակով վարել է, դրա համար այդ մարդուն մահապատիժ չեն տալիս։ Ամեն խախտում ունի իր բնականաբար իրավական հետևանքը։ Իսկ Ռուբեն Մխիթարյանն առհասարակ խախտում չի արել, ավելինս նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի իրավապահներն են խախտել փաստաբանի գործունեությունը Գյումրիում Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը։ Մխիթարյանը Գյումրու քաղաքապետարան էր գնացել Ղուկասյանի ու աշխատակիցների շահերը պաշտպանելու համար, ոչ թե որպես ցուցարար։ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Նրան հենց այդ պահին են արգելանքի վերցնում։ Ու մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգություններին մասնակցելու ու արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով։ Այն դեպքում, որ ինքը Մխիթարյանն էլ է հաղորդում ներկայացրել, որ իրականում իր մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել։ Իրավապահները պարտավոր էին նաև կալանավորված փաստաբանի հաղորդումը ուսումնասիրել։ Սահմանափակվել է հենց այդ պահին Ռուբեն Մխիթարյանի որպես փաստաբանի կողմից իրականացվող մասնագիտական գործունեություն։ Որպես փաստաբանների համայնքի դեմ քաղաքական արշավին հակազդող քայլ, ինչու փաստաբանները գործադուլ չեն անում, հատկապես որ Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունից հետո այդպիսի նախաձեռնություն կար։ Այս քաղաքական գործընթացներին տեղի ունեցող իրավական օգնությունը ով է տրամադրելու, եթե փաստաբանները գնան այսօր գործադուլ են։ Փաստաբանների պալատն առայժմ նամակներ է պատրաստել միջազգային կառույցներին ուղարկելու համար։ Խոստանում են հետևողական լինել իրենց գործընկերների խախտված իրավունքները վերականգնելու գործում։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։